3 մայիսի 16-ին երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի կրտսեր որդին Միքայելը նշում էր ծննդյան տարեդարձը։ Ծնողները որդու համար իսկական տոն էին կազմակերպել։ Նախ Սիրուշոն երեխաների հետ այցելել է տարբեր ժամանցի վայրեր, այդ թվում նաև ատրակցիոն։ Արդեն ավելի ուշ Միքայելին շտապել են շնորհավորել ընկերները։ Սիրուշոն որդու համար կազմակերպել էր խնջույք մտերիմների ու ընկերների մասնակցությամբ, ընտրելով մրգային տորտ։ Սիրուշոն ինստագրամյան հարթակում պարզաբանել է ընտրությունը, նշելով, որ Միքայելը չի ցանկացել ունենալ դասական տորտ, նշելով, որ դա առողջարար չէ։ Եվ ահա, Սիրուշոն ընտրել է ամբողջությամբ մրգային տորտ։ Ձեզ ենք ներկայացնում այդ կադրերը։ Միշը չեր ուզել իր ծնունդի համար խմորեղեն, որտեղ էր առողջ չի, ու ուզել էր մրգային ինչ-որ մի բան, տարբերակ, այս բան մտածեցինք։ Երգչուհի Սիրուշոն ամենաքննարկված կերպարներից մեկն է հայկական շոու բիզնեսում։ Սիրուշոյին սիրում են, փորձում են նմանվել ու իհարկե, նրան ու նրա ստեղծած ընտանիքի մասին խոսում են անվերջ ու երբեմն նաև քննադատում։ Սիրուշոն, չնայած իր ակտիվ գործունեությանը, շատ հարցազրույցների չի մասնակցում, սակայն վերջերս նա Ներ Սարի շոուի հյուրն էր, որի ընթացքում անդրադարձավ մի շարք թեմաների։ Երեխաների և բուռն աշխատանքի մասին խոսելիս Սիրուշոն նշեց հետևյալը. «Չնայած զբաղվածությանս, երեխաների հետ կապված ամեն ինչ հասցնում եմ, որովհետև լավ օրինակ եմ ունեցել, իդեմս մորս։ Մամաս ինձ համար աշխատող կնոջ հիանալի օրինակ է, այն էլ այս ոլորտում։ Ես որպես երեխա երբեք նրա բացը չեմ զգացել, իսկ ինքը այդ շրջանում եղել է ամենապահանջված երգչուհիներից մեկը, և շրջագայել է և աշխատել, մի խոսքով, ամեն ինչ արել է։ Ծնողներիցս երկուսն էլ աշխատել են, ու ես երբեք չեմ հիշում մի դեպք, երբ ես նրանց կարիքն ունենամ ու իրենք էնտեղ չլինեն։ Դեռ մի բան էլ իրենք շատ էին իմ կյանքում։ Հայկական մամաների պես, մամաս շատ էր։ Դրա համար երևի սովորել եմ այդ երկուսը ճիշտ բալանսի մեջ պահել, ու չեմ կարծում, որ իրենք իմ բացակայությունը զգում են։ Իմ աշխատանքի ժամն է իրականում մի քիչ կրճատվել, և դա նաև որոշակի առումով իմ քնի և իմ առողջության հաշվին է լինում։ Բայց դե եթե ուզում ես հասցնել ամեն ինչ, պիտի տուժի մի բան, էս պարագայում դա իմ քնելն է։ Երբ իրենք դասից տուն են գալիս, ես արդեն տանն եմ լինում, և առհասարակ, եթե մի բան անում եմ, պետք է լիարժեք անեմ։ Ես պետք է ամեն ինչ իմանամ, որ իրենք ամեն ինչ կերել են, լիարժեք կազմակերպված քնել են ու հանգիստ եմ, որովհետև գիտեմ, որ հասցնում եմ։ Կուզեի շատ ավելի երեխաներ ունենալ, կուզեի 5 երեխա ունենալ։ Ես էլ, Լևոնն էլ քննարկում էինք, որ 5 երեխա պիտի ունենանք, բայց հիմա օրվա վերջում, երբ ամեն մեկս մեր լարված օրվանից հետո գալիս ենք, երեխաներին քնեցնում ենք, իրար ենք նայում ու հասկանում ենք, որ չէ, երեքով պիտի սահմանափակվենք, հազիվ ենք հասցնում։ Անկեղծացել էր երգչուհի Սիրուշոն։ Սիրուշոն նաև խոսեց այն խոսակցությունների մասին, որոնք լսել է իր մասին, ու դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Նա նշեց հետևյալը. «Ամենաաբսուրդային բաներից մեկն այն է, որ լսել եմ, թե սեփական կղզի ունեմ։ Չեմ էլ պատկերացնում դա հնարավոր է։ Չեմ հասկանում, որն է ցանկությունը մարդկանց համոզելու, որ ես կղզիների սիրահար եմ։ Հաջորդը ամենաաբսուրդայինն այն է, որ երեխաներիս ես չեմ ունեցել։ Դա շատ անարդար ու շատ դժվար է, հաշվի առնելով, որ 3 անգամ 9 ամիս դու անցնում ես այդ ճանապարհով, որից հետո վերականգնվում ես, ու որևէ կնոջ ասել, որ չէ, դա դու չէիր, անարդար է։ Տարօրինակն այն է, որ մարդիկ հավատում են այդ լուրերին։ Ինչու եք այդքան հեշտ հավատում։ Չէ, ես եմ ունեցել, ես եմ կերակրել, մանրամասները թույլ տվեք չհայտնել», անկեղծացել էր երգչուհի Սիրուշոն։
Գաղտնիք չէ, որ երգչուհի Սիրուշոն ամենաքննարկված հայ հայտնիներից մեկն է։ Աստղային ընտանիքում ծնված աղջիկը դեռ մանկության տարիներին ուշադրության կենտրոնում է եղել։ Սիրուշոյի ստեղծագործական ուղին հարթելու ճանապարհին մեծ դեր է ունեցել Արթուր Գրիգորյանը, ում մասին խոսելով երգչուհին մի անգամ նշել էր հետևյալը. Արթուր Գրիգորյանի եւ իր հիմնած Երգի պետական թատրոնի ավանդը անասելի մեծ է հայկական որակյալ երաժշտության մեջ։ Նա օր ու գիշեր աշխատել է եւ կերտել սերունդներ, ձևավորել երաժշտական ճաշակ եւ որակ։ Տուն է դարձել մի շարք այսօր սիրված կատարողների համար։ Մինչ օրս այն եզակի որակյալ երաժշտական կառուցողներից է, որը ճիշտ կրթություն է տալիս։ Երգի պետական թատրոնի սան երբեք չեմ եղել, բայց շատ բարձր եմ գնահատում այն հսկայական աշխատանքը, որ տարվել է եւ խոնարհվում եմ Արթուր Գրիգորյանի տաղանդի եւ աշխատանքի առջեւ։ Մի անգամ նշել էր երգչուհին։ Տարիներն անցան ու դեռահաս երգչուհու անունը կապեցին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու Լևոն Քոչարյանի հետ։ Զույգի կողմից հաստատում իհարկե չեղավ, մինչև այն պահը, երբ զույգը կայացրեց ամուսնանալու որոշումը։ 2009 թվականին կայացավ Սիրուշոյի եւ Լևոն Քոչարյանի ամուսնությունը, որը այդ տարվա գլխավոր թեմաներից մեկը դարձավ։ Սկզբնական տարիներին Սիրուշոն անձնական հրապարակումներ չէր անում, միայն ընտանեկան կարևոր առիթների դեպքում էր տեղադրում ամուսնու հետ համատեղ լուսանկար։ Նրանց ծանոթության ու սիրո պատմության մասին ասեկոսեները տարբեր են, ու Star News-ը ձեզ է ներկայացնում այն պատմությունը, թե իրականում երբ եւ որտեղ են ծանոթացել Լևոնն ու Սիրուշոն։ Այս մասին մի անգամ գրառմամբ պատմել է հենց ինքը Լևոն Քոչարյանը։ Նա գրել էր հետևյալը. «Սա Կապուտակ Սևանն է։ Ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը, իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների եւ ստեղծագործողների։ Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում եւ միասին խաղեր խաղում, զրուցում։ Ես եւս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում եւ հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ։ Ես 15 տարեկան էի, Սիրուշոն 14։ Սենյակի ամենափոքրերն էինք։ Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել։ Շնորհակալ եմ, որ 2001 թվականի ամռանը մեզ հյուրընկալեցիք ձեզ մոտ, ինչի շնորհիվ էլ սկիզբ դրվեց այն ընտանիքին, որն այս նկարում է։ Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբն ու նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ», անկեղծացել էր Լևոն Քոչարյանը։ Ինչպես արդեն նշեցինք, երգչուհին շատ ակտիվ է նաև Instagram-յան հարթակում, որտեղ էլ բացի անձնական հրապարակումներից, աշխատանքային ոլորտի հրապարակումներից անում է նաև երեխաների մասնակցության փոլովակներ, որոնք թերևս նրա երկրպագուների կողմից ամենասպասվածն ու սիրվածն են։